Բախ եւ Նարեկացի հավերժական զրույցներ խորագիրը գրող համերգով գերմանաբնակ ճանաչված կլավեսինահար միջազգային մրցույթների դափնեկիր Վարվարա Մանուկյանը շարունակում է պատմական կատարողական արվեստի քարոզչությանը նվիրված իր համերգաշարը։ Այս շարքի առաջին երևանյան համերգը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում էր մաեստրոյի Պլեյել Ռոյալի հրաշալի հնչողությամբ։ Այժմ կամերային երաժշտության տանը եվրոպական բարոկո երաժշտության եւ հայ երաժշտարվեստի գլուխգործոցներով ստեղծվել է մեծ մշակույթների հսկաների պայմանական մի երկխոսություն, որում հայկական հոգևոր եւ բարոկո երաժշտությունների միաձուլումը յուրօրինակ կամուրջ է ստեղծել արևմտաեվրոպական եւ հայկական երաժշտական ավանդույթների միջև։ Վարվարա Մանուկյանը փաստում է, Հայաստանում մեծ է հետաքրքրությունը պատմական կատարողական արվեստի հանդեպ։ Մարդիկ ուզում են այդ կատարողական արվեստը, այդ միջոցը ընկալել։ Մենք հնարավորություններ քիչ ունենք Հայաստանում, դրա համար կարևոր է այն հնարավորությունները, որ մենք ունենք, այս կլավեսին էլ ամենալավը չէ, որ մենք կարող ենք ունենանք, բայց ունենք, շնորհակալ ենք, որ ունենք եւ հուսամ, որ ավելի լավը կունենանք։ Դրա համար կարելի է ասել կարևորը չլռել եւ ոնց որ ասած գործել եւ հուսալ, որ ավելի լավ գործիքներ կարող ունենանք եւ ավելի շատ համերգներ կարող ենք ունենանք եւ ունկնդրին կրթացնենք։ Համերգային ծրագրում մեկտեղվել են Բախի սոնատները Վիոլա դա Գամբայի եւ կլավեսինի համար Նարեկացու գոհար վարդպոեմն ու Հավուն Հավունը եւ Կոմիտասյան երաժշտական գոհարների ընտրանին Անտոնի Ես աղջիկ եմ, Ալագյազ Խնկիծառ, Երկինքն ամպել է Առնեմերթամ, որոնք ներկայացվել են հայկական վիոլայի եւ կլավեսինի միանգամայն նոր մեկնաբանությամբ։ Հայկական վիոլան եզակի գործիք է, որը ստեղծվել է միջնադարյան հայկական ջութակի եւ եվրոպական բարոկոյի հնագույն գործիքների սինթեզի միջոցով, որի միակ կատարողն աշխարհում Գրիգոր Առաքելյանն է։ Ինքս լինելով թավջութակահար եւ նաեւ զբաղվել եմ հայ ավանդական երաժշտությամբ, ժողովրդական նվագարաններով, պահանջ զգացի մի նվագարանի, որը նման է թավջութակին, բայց իր մեջ միացնում է եւ եվրոպական այդ բարոկո շրջանի վիոլա դա գամբան եւ մեր ավանդական միջնադարից եկող, մանրանկարներում պատկերված այդ նվագարանները ինչ որ ձևով միանա իրար եւ Մարտի Երիցյանը ստեղծեց այս հրաշալի գործիքը 6 լարանի հայկական վիոլան, որի վրա ես նվագում եմ եւ հայ միջնադար, եւ եվրոպական բարոկո, եւ տարբեր երաժշտություն։ Համերգաշարի երրորդ համերգը տեղի կունենա տարեվերջին դեկտեմբերին, որի ընթացքում կհնչեն Կամել Պլեյելի բոլոր կամերային գործերը, որոնց առաջին կատարումը կլինի Երևանում։ Նոնե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։